մեդիա Պարոն Փաշինյան, իր վերջին ասուլիսում Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Նախ յուրախություն ձեզ, նայել ձեզ է իր գանձը համարում, դուք ընդդիմությանն եք գանձ համարում, նայել որպես իշխանություն է ձեզ գանձ համարում, ասելով, որ այնքան եք տապալել ամեն ինչ, որ ընդդիմությունը մեծ շանսեր ունի, ավելին ձեր շանսերը զրո գնահատելով, ասաց, որ առնվազն երկու ընդդիմադիր ուժ կան, որ միասին կկարողանան ՀՊ-ին ջախջախել, մեկը իրենք են և մյուսը Սամվել Կարապետյանը։ Ինչ եք կարծում, արդյոք դուք այնքան գանձ եք ընդդիմության համար, որ կարող են ձեր սխալները ցույց դնելով ընդդիմությունը դառնալ իշխանություն եւ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը արդյոք կկարողանան ձեզ հեռացնել դաշտից։ Այդ հարցերի պատասխանը կտա ժողովուրդը։ Գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի հռչակագրում արձանագրվել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում դիմելու է ժողովրդին ընտրություններին մասնակցելու եւ քաղաքական գործունեության ձևով Հայաստանի կառավարման մանդատը եւս 5 տարի երկարացնելու հարցով։ Սա ընդ որում մենք դա անում ենք հռչակագրով։ Մենք դա արձանագրում ենք հռչակագրով։ Ինչ վերաբերվում է մեր շանսերին, մեր բոլորի շանսերի մասին գնահատականը կտա ժողովուրդը։ Այն որ մենք գիտենք, որ ես ինքս ասացի կուսակցության 7-րդ համաժողովի իմ ելույթում, որ այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք եւ իրականացրել ենք 2021 թվականից ի վեր, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Այդ քաղաքականության հեղինակը մենք չենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է, որը շատ ավելի իմաստուն է, քան ցանկացած քաղաքական գործիչ կամ ցանկացած քաղաքական ուժ։ Այստեղ մի խնդիր ունի ժողովուրդը, որ ժողովուրդը մի միասնական ձեռք չունի, որ վերցնի եւ այդ ծրագիրը գրի եւ նաեւ 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի արդյունքներով եւ հետագա հաղորդակցության արդյունքներով մենք ենք դարձել այն ձեռքը, որը ձևակերպել է այդ ծրագիրը իրական Հայաստանի գաղափարախոսության տեսքով եւ իրականացնում է այդ ծրագիրը եւ ակնհայտ է ինձ համար, որ ժողովուրդը աջակցում է, պաշտպանում այդ ծրագիրը։ Հակառակ դեպքում եկեք հետահայաց նայենք 2021 թվականից այսքոմ իրադարձություններ։ Իմիջայլոց, եթե փաստորեն ըստ էության արվում է քաղաքական կանխատեսում, չէ՞։ Հիմա եկեք հետ գնանք, տեսնենք ինչ էին ասում այդ մարտիկ 2025 թվականի հունվարին։ Դե ի՞նչ է տեղի ունենալու։ Ամեն օր գուժում էին, որ պատերազմա լինելու եւ այլ։ Ես ինչ էի ասում։ Ես ասում եի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինելու պատերազմ։ Լինելու է խաղաղություն։ Գնանք 2024 թվի հունվար, տեսնենք ինչ էին ասում։ Այսինքն, ինչի համար եմ ասում։ Ասում եմ, որպեսզի դուք գնահատեք ոմանց կանխատեսելու ընդունակություններ։ Իրենք 2021 թվի ընտրություններին էլ էին այդ ասում։ Այդ չէին ասում։ Ասում էին, որ ձեր նշած անձը ասում էր, որ իրենք ասում են, որ պարտվելու են ընտրություններում։ Ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է 2021 թվականի ընտրություններին։ Այդ մարդիկ ամբողջ համոզվածությամբ ասում էին, որ իրենք հաղթելու են ընտրություններին։ Ճիշտ է, ասում էին, որ հաղթելու են, իրանք էլ գալու են, գնդակահարելու են, էս են անելու են, են անելու են։ Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Եղավ են, ինչ եղավ։ Հաղթեց ով։ Հաղթեց ժողովուրդը։ 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Պարոն Փաշինյան, ձեր առավոտյան տեսաշարը բավականին լայն տարածում է գտել համացանցում եւ առավոտյան տեսաշարը ձեր հրապարակում եք։ Եվ բազմաթիվ քաղաքացիներ, նույնիսկ արտասահմանցիներ փորձում են կրկնօրինակել ձեզ։ Արդյոք սա ձեզ դուր է գալիս, երբ կխնդրեմ նշեք ինչ ուղղարձակում ձեր տեսանյութը։ Տեսանյութը ուղղարձը գրված է, դա լավ առիթ է
քաղաքացիներին բարի լույս ասել եւ լավ օր մաղթել, ուրիշ որը չկա։ Պարոն Կիրակոսյան, դուք ձեր հարցը տվել եք, շնորհակալություն։ Գիտեք, նրանք ովքեր դարդոտված են, նրանք նույնպես կարող են օգտվել օրը պոզիտիվով սկսելու այդ հնարավորությունից։ Եթե դուք խոսում եք դարդերի մասին, Հայաստանի Հանրապետությունում դարդերով զբաղվող մի ինստիտուտ կա եւ դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, մնացածը կենացների ժանրից։ Եվ վերջին հարցը պարոն Վարչապետ, Անտանոյան, Շնորհակալություն, պարոն Վարչապետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման նոր աշխատանքներ նախատեսվում են, թե չէ, ու հնարավոր է, որ դա փոխկապակցվի հաղորդակցությունների ապաշրջափակման հետ, օրինակ հարավից շարունակելով գործընթացը։ Ուղիղ փոխկապակցվածություն չի լինի, բայց տրամաբանությունը հետեւյալն է, եւ ես դրա մասին օգոստոսի 18-ի ուղերձում կարծես թե նշել եմ, այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում արդեն պիտի սկսվի, ենթադրվում է եւ տրամաբանական է, որ այդ հատվածում ինչքան անհրաժեշտ է այդ ենթակառուցվածքի անցնելու համար, այդ հատվածում նախ սահմանազատում եւ սահմանագծում տեղի ունենա, որպեսզի այդ տարածքով ենթակառուցվածքներ կառուցվեն եւ պարզ լինի սահմանը կոնկրետ որտեղով է անցնում։ Դա մեծ հաշվով փոխկապակցվածություն չի ընդհանուր սահմանազատման գործընթացի հետ, որը իր տրամաբանությամբ գնալու է, բայց մյուս կողմից սահմանազատում է կապված կոմունիկացիաների եւ թրիփուղի նախագծի իրականացման հետ։ Այսինքն մաս է սահմանազատումը այդ process-ի։ Չէ, աշխատում են հանձնաժողովները, աշխատում են, դուք գիտեք, որ աշխատում են, եւ այդ դուք խոսեցիք փոխկապակցվածության մասին, ես փոխկապակցվածություն որպես այդպեսին չկա, եւ մնացած հատվածներով հանձնաժողովները ենթադրվում է, որ կշարունակեն իրենց աշխատանքը։ Այստեղ խնդիրը փոխկապակցվածությունը ինչի մեջ կարող է լինել, որ գոնե Հայաստանի կառավարության դեպքում, Հայաստանի դեպքում եւ սահմանազատումը եւ կոմունիկացիաների բացումը մեծ հաշվով համակարգում է նույն փոխվարչապետը, հնարավոր է կարծես թե, ոչ թե կարծես թե Ադրբեջանի կողմից էլ է նույն փոխվարչապետը համակարգում, այս առումով իհարկե երբ որ կոմունիկացիաների թեման ակտիվանում է, նրանք բնականաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնելու, ավելի շատ ժամանակ են տրամադրելու կոմունիկացիաների թեմաներին եւ հետեւաբար գուցե թե ավելի մեծ ուշադրություն կենտրոնանա այս մյուս հարցի վրա, բայց ընդհանուր առմամբ process-ները իրար հետ խորը փոխկապակցվածություն չունեն։ Շնորհակալ եմ։